Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր տարեփակման կամ նոր տարվա բացման եթերում ենք պարոն Անտինյանի եւ Արմեն Չիբուխչյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ Արադ ջան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ուրախ ենք շատ ձեզ տեսնել։ Եկեք փորձենք հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում, որ ես իմ եթերներում շատ քիչ եմ անդրադառնում ներքաղաքական, ձեր հետ եթերներում գոնե հասկանանք ինչ է։ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին արցախցիների միջազգայինորեն ճանաչված իրավունքների վերաբերյալ ասաց, որ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է աշխատել այդ միջազգային իրավունքը, ակնարկելով Ղարաբաղից Արցախից արցախցիների բռնի տեղահանումը, այսինքն Հայաստանի վարչապետը փաստացիորեն կասկածի տակ դրեց միջազգային սկզբունքները, սակայն միևնույն ժամանակ նա նշեց, որ գոյություն ունեն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները եւ որ արցախցիների համար ավելի լավ է մնալ եւ ապրել Հայաստանում։ Ստացվում է, որ մի քանի րոպեվա ընթացքում Փաշինյանը կասկածի տակ է դնում միջազգային սկզբունքների իրագործումը, բայց միաժամանակ չի կասկածում Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանների իրավունքի իրականացման առումով, որը հենց Ադրբեջանը, ում հետ պատրաստվում են ինչ-որ բան կնքել, խախտել է, այսինքն նույն միջազգայինորեն արցախցիների իրավունքը Փաշինյանը մատնացույց անում, որ չի պահպանվել, բայց կարծես հույս ունի, որ Ադրբեջանի հետ սահմանների հարցը պահպանվելու է։ Փաստորեն ստացվում է, որ Ալիևին ավելի շատ է վստահում, քան միջազգային հանրությանը։ Արմեն, արի քեզանից սկսենք, ոնց է այդ ամենը երևում Ամերիկայից։ Դե նախ Փաշինյանը մեր նորություն չի, ինքը ցանկացած բան մեկնաբանում անեց, ոնցպես իրանը հարմար, որը որ հարմար է, դա լավ է, ուրեմն որը որ հարմար չի, դա լավ չի, կապ չունի, որ ասենք նույն սկզբունքի մեջ է դա տեղավորվում։ Ընտրովի է, նորություն չի, մենք արդեն 8 տարի է դրան հանգիստ ականատես ենք լինում։ Բնականաբար դու շատ դիպուկ նկատեցիր, որ այս հայտարարությունը ոչ միայն հակասում է իրար, այլ նաև այս հայտարարությունը շատ վտանգավոր է։ Իրականում շատ վտանգավոր է։ Երկրորդը այդ նույն միջազգային իրավունքի հետ կապված, տես ես ու դու բազմիցս բարձրացրել ենք, գուցե պարոն Անտինյանն էլ, ուրեմն որ Հայաստանը դեռ չի ճանաչում հստակ Փաշինյանի մակարդակով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց առավոտից երեկոն Ալմաթիի դեկլարացիա է բերում եւ ասում է, որ այդ միջազգային իրավունք, հա։ Ընդ որում հետաքրքրական է, որ ժամանակին, այսինքն Ուկրաինան տեղադրում են, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչ որ տես հակաուկրաինական արշավ էին դրա վրա փորձում սարքել, այն դեպքում, որ Ուկրաինան ընդամենը մտածում էր նաև իր տարածքի հետ կապված եւ ցանկացած երկիր, ովքեր ուներ Ռուսաստանի հետ խնդիր կամ ընդհանրապես տարածքային խնդիր, միշտ ձգտում է ճանաչել միջազգային իրավունքը, որպեսզի ընտրովի չլինի եւ գործի բոլորի համար, հա, սա նորմալ պրակտիկա է։ Հիմա, երբ որ իրանք են ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրանք չեն ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ուրեմն չեն ասում, որ առաջին հերթին մենք պետքա սա անենք, որովհետև մենք նույն վտանգի տակ ենք հիմա հայտնվել, որպեսզի հստակ լինի, որ այդ միջազգային իրավունքը գործում է բոլորի համար։ Եվ իրանք անում են այսպիսի ընտրովի հայտարարություններ եւ մի դեպքում միջազգային իրավունքը չի գործում, տեսանք թե ինչ եղավ, տեսանք թե ապավինեցինք այդ միջազգային իրավունքի վրա ինչ եղավ, եւ մյուս կողմից ասում են, այ միջազգային իրավունքով Հայաստանի տարածքը այսքան է եւ բոլորս պետք են հարգեն, այդ ոնց է ստացվում։ Այդ նույն միջազգային իրավունքը Ալիևը կարող է խախտի, մտնի, Սյունիքը վերցրի, ասի հիմա միջազգային իրավունքով Սյունիքը իմն է։ Նոր միջազգային իրավունք է, ուժի իրավունք է կոչվում։ Ինչպես տեսնում եք, հիմա ուժի իրավունքը ոնց որ տենց կամած, այսպես պոպուլյար է դառնում, հա, այս իմաստով։ Դրա համար այսպիսի հայտարարությունները շատ վտանգավոր են, ոչ միայն, այլև հիմա Հայաստանը պետք է առավոտից իրիկուն կրկնի, որ ինքը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ապահովագրի իր տարածքային ամբողջականությունը, ինչպես անում են մյուս բոլոր քիչ թե շատ արտաքին քաղաքականությունից հասկացող երկրները։ Այսինքն սա կարևորագույն խնդիր է։ Երկրորդը, միջազգային իրավունքը գործում է այն երկրների համար, որոնք տեղավորվում են այդ միջազգային իրավունքի մեջ, այսինքն որոնք միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ են հանդիսանում, հա։ Իսկ 30 տարվա ընթացքում Հայաստանը արդյոք եղել է միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ, թե դիտվել է որպես Ռուսաստանի դուստր ձեռնարկություն կամ գուբերնիայի տրամաբանությամբ առաջ շարժվել։ Այսինքն այդ միջազգային իրավունքը ոնց է գործում, եթե դու Ռուսաստանի պես քվեարկել ես, Ռուսաստանի ինչ Ռուսաստանը արել է, այդ է արել, քո արտաքին քաղաքականությունը նվիրել ես Ռուսաստանին։ Այդ որ ուրախությունից միջազգային իրավունքը պետք է ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունք քո հանդեպ դրսևորեին, կամ միջազգային իրավունքը պահպանող պետությունները, մասնավորապես մենք գիտենք, որ միջազգային իրավունքը պահպանող հիմնական պետությունը դրա արևմտյան պետություններն են, հա, մեծ հաշվով վերցնենք, դա գլոբալ արևմուտքն է, ասենք Միացյալ Նահանգները, Եվրոպա։ Տասնյակ տարիներով Ռուսաստանի պատվերներն են կատարել, Ռուսաստանի դուստր ձեռնարկությունները, դեռ ասում են միջազգային իրավունքը մեզ չօգնեց կամ միջազգային իրավունքը տեսանք ոնց գործեց մեր նկատմամբ։ Բայց բազմաթիվ շանսեր այս 30 տարվա մեջ եղել, որովհետեւ այդ միջազգային իրավունքը
մեր վրա էլ տարածվի։ Ուղղակի այնպեսի քաղաքականություն են վարել, որ միջազգային իրավունքը եւ այդ միջազգային իրավունքը պահպանողները թքած են ունեցել իրանց վրա, որովհետեւ իրանք եղել են Ռուսաստանի դուստր ձեռնարկությունը։ Հիմա իբր շարունակում են փոխել, բայց իրականում ոչ մի բան չեն փոխում։ Իսկ նույն տրամաբանության մեջ ասում են ողոքում էր, որ ցիկլը պետքա փոխել, մենք հասկացանք, որ տես չէր կարելի ձվերը նույն զամբյուղի մեջ դնել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նույն զամբյուղի մեջ են շարունակում դնել ձվերը, ուղղակի ռետորաբանությունն է ուրիշ, ընդհանրապես։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ եթե այսպես շարունակվի, նորից մի քանի տարի հետո բողոքելու են միջազգային իրավունքից, բողոքելու են մնացածից առանց հաշվի առնելու, թե ինչ չի արվել, ինչ էր պետք անել, եւ բնականաբար խոսելով սուբյեկտայինությունը ուժեղացնելուց, չգիտեմ, դիվերսիֆիկացնելուց, բայց գնալու ԵԱՏՄ-ներում նորից, չգիտեմ, ինչ որ հակահայկական, ուրեմն որոշումներին մասնակցել, հա, որը թանկացնում է քո երկրի ժողովրդի կյանքը, իդեպ հետաքրքրական է, չէ՞, այդքան խոսում էին ադրբեջանական բենզինի մասին, բողոքում են, որ ադրբեջանական բենզինը հեսա էժանա, բոլորը կառնեն եւ այլն, բայց մի հետաքրքիր դրվագ, նույնիսկ պարոն Անտոնյանը տնտեսագետ է, ինձ հետաքրքիր է։ Փաստորեն այս մի դրվագով ապացուցվում է, որ եթե մենք ԵԱՏՄ-ում չլնենք, խոսքը միայն ադրբեջանական բենզինի մասին չի։ Մենք փաստորեն ունենք բազմաթիվ տարբերակներ նույն վառելիքի հետ կապված, տարբեր երկրներից բերելու, այսինքն նույն ԵԱՏՄ-ն շատ ավելի թանկ է սարքում մեր կյանքը եւ շատ ավելի ոչ մրցունակ Հայաստանի տնտեսությունը, որտեղ անգամ չլինելով ԵԱՏՄ-ում Ադրբեջանից բենզին են գնում եւ ստացվում է այնպես, ճիշտ է, Վրաստանը այս անգամ չգանձեց, բայց մեկը ինչքան էլ է տարիֆները գանձի, չի կարող այդքան բարձրանալ բենզինի գինը, ասենք չի հասնի այն բենզինից, որ իրանք Ռուսաստանից են գնում եւ այլն։ Այսինքն մի դրվագով երևաց միանգամից անմիջապես, այսինքն նույն գազի պատմությունը, որ Հայաստանին ասում են իբր թե Հայաստանի համար գազը էժան է, ռուսները եւ այլն։ Կարող է պարզվի, որ եթե մենք միջազգային գներով այդ գազը գնենք, Հայաստանում շատ ավելի էժան գազ լինի, եթե հանենք ռուսական կոռուպցիան ու այն փողերը, որ այդ ճանապարհին ուտվում են, կարող է պարզվի, որ միջազգային գներով Հայաստանի գազը շատ ավելի էժան լինի սպառողների համար։ Ու այսպես շարունակ։ Պարոն Անտոնյան, Խնդիրը սա է, որ Նիկոլ Փաշինյանին հուշել են, որ դու Արցախի հետ կապված այնպիսի ձևակերպումներ արա, որպեսի դրանից հետո կարողանան Հայաստանի գոյությունը դնեն կասկածի տակ։ Այսինքն սա կոնկրետ ծրագիր է։ Հիմա ասեմ ինչու։ Ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ հետո մենք տեսանք, որ Արցախը ասեց Ադրբեջան է եւ վերջ։ Հարցրեցին, բայց եթե գիտեիր 18 թվականին, որ Արցախը Ադրբեջան է, ինչու համար էիր ասում Արցախը Հայաստան է, ասում, որովհետև Արցախը իրոք Հայաստան էր, որովհետև ես հայրենասեր էի, որովհետև ես գտնում էի, որ դա Արցախը մերն է, պարզապես միջազգային հանրությունը չճանաչեց դա։ Հակասություն առաջացավ մեր պատկերացումների եւ միջազգային հանրության մեջ, մենք գնացինք այն ճանապարհով, որ չգնանք արճակատման միջազգային հանրության կարծիքի հետ, որ հանկարծ չկորցնենք Հայաստանը, այսինքն Արցախը դա պարան էր մեր վիզը գցած, բայց ինչու համար է սա ասվում, հոսամենակ Արցախին չի վերաբերվում, այդ պարանը հանել են Արցախի պարանը, հիմա Հայաստանի պարանն է գցած, ոնց, հիմա այսօր Այն Ադրբեջանը, որը ասում է ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թեպետ փաստաթուղթը ստորագրված չի, նախ ստորագրված է, այսինքն կետերը ուժի մեջ չեն մտել։ Պայմանականորեն համարենք վաղը ուժի մեջ է մտնում եւ ճանաչում է։ Բայց դրան զուգահեռ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջանն է, միջազգային սիմպոզիումներ են անում, ասում է միջազգային հանրությանը, կառույցներին պետք է ներկայացնել, որ դա մեր հայրենիքն է, մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք, միջազգային իրավունքով պետք է մեզ վերադարձնեն, դա մեր պետությունն է, հայերը այդտեղ եկվոր են, սա ինչի համար է ասվում ամբողջ աշխարհին, որ վաղը Նիկոլ Փաշինյանն ասի, հիշում եք, որ ես ասում եի, ես դեմ եմ ադրբեջանցիների Հայաստան գալուն, բայց միջազգային հանրությունը հիմա ինձ ասում է, ինչպես կարելի է բարեկամություն անել, սահմաններ բացել եւ թույլ չտալ, որ ադրբեջանցին գա իր պատմական հողում ապրի։ Ես է ստիպված պետք է միջազգային հանրության ասածով շարժվեի, այլապես պատերազմ կսկսեր եւ կկորցնեինք Հայաստանը։ Այսինքն այդ Արցախյան մոդելով ինքը նախապատրաստում է հող Հայաստանը հանձնելու, դա ակնհայտ երևում է, որովհետև եթե դու մեկի անունից խաղաղությունից ես խոսում, ասում ես Ադրբեջանը, Ալիևը խաղաղություն է խոստացել, գնացել ենք Ամերիկա, ասում հոմենակ ես չեմ ասում, Ադրբեջանն էլ է ասում, չէ խաղաղություն է, ասում ենք բալավ, Ալիևը ասում է 10 բան, 10-ից 10 սուտ, ոնց է որ հենց մի հատը վերցնում ու ասում եք այս հարցում պետք է Ալիևին հավատալ։ Ասում ենք հիմա Հայաստանը, Արևմտյան Ադրբեջանը, ասում են չէ, բայց ասում ենք ոնց եք նույն Ալիևին հավատում, որ մեզ խաղաղություն է խոստացել։ Նա ընդամենն ասում է եկեք աշխարհին
բացատրենք, որ Հայաստան գոյություն չի ունեցել պետություն, վաղը ոչ թե մենք տանկերով կմտնենք, այլ կմտնենք մեքենաներով։ Իսկ ինքը ասելա, որ հրաժարվել է այդ մտքից։ Ասելա, որ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, ինքը այլևս հավակնություններ չունի 300,000 ադրբեջանցու վերադառնալու հարցում։ Այսինքն սա հատուկ մոդել է, Փաշինյանը այդքան խելացի չի, որ այդքան դավաճանությունը իր մտքով անցներ։ Փաշինյանին ուղղակի հուշել են, որ իմացի դու այս ծրագիրը, որը անում ես ի նպաստ Ադրբեջանի եւ Թուրքիայի, դու պետք է հեռու գնացող քայլեր անես։ Արցախը հանձնելու զուգահեռներով ասես Հայաստանը մենք հո գիտենք, որ դա մերն է, բայց չկարողացանք աշխարհին ապացուցեն։ Ստիպված հանձնեցինք, այլապես պատերազմ կլիներ։ Ավելի լավ է հետները հանգիստ ապրենք։ Իսկ ինչ վերաբերում է բենզինին, այսպեսի հարց էլ կա։ Դա երկու խնդիր լուծեց։ Փաստորեն, եթե ուզենան ուրիշ տեղից էժան կբերեն, այդ հասկանալի է։ Այսինքն ԵԱՏՄ-ն դեռ վաղուց պետքա գնահատված լիներ, մենք ինչ ենք շահում եւ ինչ ենք կորցնում։ Եթե մենք խոսում ենք Եվրամիության հետ կապված, ասում ենք չեք նայել Եվրամիությունը ինչ ֆանտաստիկ գումարներ կարող է ծախսել այն նպատակների համար, եթե ցանկանում է մեկին որպես գործընկեր աջակցած լիներ։ Դա կոպեկներ է միջազգային հանրության համար, արևմուտքի համար, եթե Հայաստանին օգնի, մինչև ինքը այն որակի ապրանք արտադրի, որով կմտնի եվրոպական շուկա։ Եթե այդ որակի ապրանք արտադրի, շատ հանգիստ դրա մի հսկայական մասը կվաճառի նաև արաբական երկրներում, որոնք նավթ ունենալու պատճառով նաև ունեն պրոբլեմ անապատային երկրներ են, եւ նրանց համար թանկ եւ որակով ապրանք առնելը բացարձակ խնդիր չէ։ Առավել եւս Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը կեսը անմշակ է, որտեղ ասում են իրացման տեղ չունենք։ Իսկ հիմա առաջանում է երկրորդ հարցը։ Ցույց են տալիս, թե ինչ մեծ քանակությամբ Հայաստանում առան այդ բենզինը էժան, 4 անգամ աճել է սպառումը։ Կոնկրետ ասենք այդ բենզինկայանները, որոնք վաճառել են էժան բենզին։ Սա ինչու համար են ասում են դուք տեսեք։ Այսինքն Ադրբեջանին եթե պետք է փորձարկի, երբ որ մենք ասում ենք մենք մեր իմունիտետը դեռ չունենք պաշտպանվելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հոսքից, ասում են ինչի նկատի ունեք, ասեմ մենակ սահմանային կետ բացելը դա ոչինչ չի նշանակում։ Մեր տնտեսությունը պատրաստ է ֆանտաստիկ միջոցներ մտնի Հայաստան կամ ապրանքների մեծ քանակություն մտնի գյուղմթերքի պարագայում, ներմուծման պարագայում մեր գյուղատնտեսական մյուս 50% հողատեսքերն էլ այլևս կլինեն անմշակ։ Կամ Թուրքիան ու Ադրբեջանը կգա կվերցնի, համատեղ ձեռնարկություն կանի եւ իրանք կօգտագործեն։ Բացի դրանից, եթե իրանց էժան ապրանքը մտավ, մեր ժողովուրդը մեծ հաճույքով դա կառնի, այսինքն իրանք փորձարկեցին, որ Հայաստանի դաշտում շատ հեշտ է էժան ապրանքով մտնել Հայաստան։ Կգա ժամանակ, կասեն դե բերեք ճանապարհները բացենք, ես բարբերաբար ինձ հարցնում են, ասում են, եթե վտանգ տեսնում եք, որ Թուրքիան կարող է մտնի Հայաստան, փողով մտնի եւ նպատակային ներդրումներ անի, ոնց որ անում է Վրաստանում, այն դեպքում, երբ որ Վրաստանն իր համար ճշտամբի պետություն չի, բայց նպատակային ներդրում անում այս կողմից Թուրքիան, այն կողմից Ադրբեջանը, վաղը շուտ կգան կտեսնեն, որ ռազմավարական միատոբեկ չի մնացել իրանց ձեռքին, սա հանձնել են Թուրքիային ու Ադրբեջանին։ Եվ այդ պարագայում դա նայեք, իսկ Հայաստանի պարագայում շատ ավելի վատ է։ Նախ մեր աշխարհագրական դիրքը համեմատած Վրաստանի տարբերում է, որտեղ նրանք գոնե ծով ունեն եւ հնարավորություններ ունեն, մենք այդ հնարավորությունը չունենք։ Եվ երկրորդ ավելի մեծ է, թե բնակչությամբ, թե տարածքով։ Մեր պարագայում ավելի նպատակային է լինելու այդ մտնելը։ Բասում է, թե այդպես է, որ ասում եք, ինչու հիմա Թուրքիան չի մտնում։ Ասում եմ հիմա չի մտնում, որովհետև Թուրքիան դեռ գիտի, հայ ժողովուրդը պատրաստ չի։ Նա ներսի անհանգստություն ունի Թուրքիայի էքսպանսիայի հանդեպ։ Նա կարող է հանկարծ Թուրքիան կտրուկ քայլեր անի, ժողովուրդը լծվի փողոց եւ այն ինչ որ արել են ի նպաստ Թուրքիայի ու Ադրբեջանի, բոլորը վերանայեն։ Իսկ դրա համար իրանց պետք է որ Հայաստան մտնեն այն տեսքով, որ Հայաստանի իշխանությունները թուրքական եւ ադրբեջանական ծրագիրը քարոզեն ներսում։ Ով որ ասի ես դեմ եմ, ես անհանգստություն ունեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված, ասեն դու դավաճան ես, դու պատերազմ ես ուզում, դու չես ուզում որ մենք մեր հարևանների հետ լավ լինենք, դուք չեք պատկերացնի ինչ այլանդակ մթնոլորտ է Հայաստանում։ Այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոսում են Թուրքիայի եւ Ադրբեջանի վտանգի մասին։ Այսինքն բավական է իրանք կհասնեն նրան։ Բոլոր հրապարակային գործիչները, ովքեր դեմ կլեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մերձեցմանը, ասպարեզից կամաց կհանեն,
Պաշտոններ կտանեն մարդկանց, ովքեր քարոզում են տա, գրանտները հիմա տալիս են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացնելու եւ կհասնի մի վիճակի, որի պարագայում աղ ու հացով սրտները բաց կդիմավորեն Թուրքիային եւ Ադրբեջանին։ Վերջ, այլևս դիմադրություն չի լինի։ Սա է արվում։ Այսինքն Էրդողանն էլ Ալիևն էլ լավ հասկանում են, եթե քանի կոտրված չի հայ ժողովրդի դիմադրողականությունը, դեռ շուտ է սահմանները բացել, դոզավորված պետք է իրանք ներարկումներ անեն, սպասումներ առաջացնեն, վերնախավին առնեն, իրանցով անեն, հրապարակային գործիչներին հրավիրեն, հետներն աշխատեն, արդյունքում բերեն այնպիսի վիճակ, որ երկրում ասեն, հերիքայելի, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լավ լինեինք, այսքան պրոբլեմ մեր գլխին չէր գա եւ ուղղակի երկիրը բացեն նրանց առաջ իսկ դուք պատկերացրեք այդ ֆանտաստիկ փողերը որ իրանք ունեն մտնեն Հայաստան իսկ Հայաստանում է շատ-շատերի խելքը իրանը ցչի իրանց ապրանքը վաճառելու այո հողն էլ կվաճառեն կասեն այս հիմարներն եկան $1000 արժեցող հողին 2000 տվեցին շատ ապուշ են մենք գիտենք իրականում ով է ապուշ որ կգա եւ քո հողը քո ձեռից կվերցնի։ Գիտենք ինչ ձևով ձեռնարկություններ կանեն։ Մարդիկ ասում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ազգությամբ հայը կարող է ստանալ պարզեցված կարգով։ Պարզեցած կարգով ընդամենը ինքը ուրիշ երկրում ապրած հայը իր հայ լինելը ապացուցելու մի հատ փաստաթուղթ է բերում, պարզեցված կարգով քաղաքացիություն ստանում։ Քանի միլիոն մարդ կարող է Թուրքիայից բերի տեղեկանք, որ ինքը ազգությամբ հայ է։ Ոնց ենք ապացուցելու։ Եվ ստանա պարզեցված քաղաքացիություն։ Իսկ դա կարող են չէ նպատակային անել, եթե իշխանությունները խաղում են Թուրքիայի եւ Ադրբեջանի թիմից։ Այնպես որ մենք այս խնդիրը գիտենք, այդ նախընտրական ընտրակաշարք էր բենզինը Հայաստանի համար եւ նաեւ դրանով գծերը ստուգեցին եւ հասարակական տրամադրությունները կարող են ավելի շատ ներգրավել Հայաստանի կյանքում, թե դեռ շուտ է, դեռ պետք է քայլեր անեն, օգնեն Նիկոլ Փաշինյանին ընտրության համար, որից հետո Նիկոլ Փաշինյանը նոր խոստացված է իրենց տա։ Այս սա է խնդիրը, որը որ շատ լուրջ խնդիրներ է, որի հետ կապված մենք պետք է շատ զգոն լինենք, որովհետև նայեք, խոսում ենք Հայաստանը պետականություն չի ունեցել տևական ժամանակ, լեզուն պահպանել է, երբ որ դրա դեմ պայքարել են, հատուկ փակել են հայկական դպրոցները, ամեն ինչ արել են, որ ճնշեն հայ առաքելական եկեղեցուն, ամեն ինչ արել են, որ քու հայկականությունը կորցնես, մեծ դժվարությամբ պայքարել են, պահել են, հազարամյակներից հետո եկել ենք, հայ մնացել ենք մինչև այսօր։ 7.5 տարվա ընթացքում դուք տեսնում եք Հայաստանում մթնոլորտը ոնց է փոխվում։ Այնպես է փոխվում, որ եւս մի 7.5 տարի հետո մենք պարզապես կմտածենք, որ մեր ժողովուրդը կյանքի նպատակներ Թուրքիայի հետ աղբերանալը ապշելու բանը ես չեմ պատկերացնում։ Դուք իհարկե օրգանապես կապված եք երկուստ էլ Հայաստանի հետ, բայց այն այլանդակ մթնոլորտը, որ այսօր առաջանում է, այս սերն ու ես ինչը Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ դուք չեք պատկերացնի դա ինչքան զզվելի է։ Իսկ մանավանդ երբ որ պուտինասերներն էլ մի կողմից, որ Ռուսաստանի ապրող հայերը շատերը հասկանում են իրանց մաշկի վրա, թե ինչ է նշանակում, ինչ բերեց Պուտինը իրանց երկրի գլուխը, բայց դեռ Հայաստանում մարդիկ կան, այնպես են հիացած ու այնպես են խոսում, այնպես են ահաբեկում, որ այ տեսեք հիմա մեր Պուտինը որ վերջնական կրի ձեր հալը կտեսնեք, դուք պատկերացնում եք հայ մարդը ահաբեկում է հայ մարդուն Երևանում, որ էսա Պուտինը որ հաղթի դուք հալը կտեսնես։ Այս մթնոլորտն է ժողովուրդ ջան, այ դրա դեմ ենք պայքարում եւ շատ համեստ ուժերով։ Որովհետև տեսնում եք թե ինչպիսի ռեսուրս է դնում թե իշխանությունը թե մյուս կողմի ընդդիմությունը, որպեսզի հայ ժողովրդին ասի առաջիկա ընտրությունները սպասարկելու ենք Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի օրակարգը։ Սա է մեր ընտրությունը։ Կուզեի երկու բառ ավելացնել կարգավորման հետ, հա, մենք բոլորս հատկապես մարդիկ ովքեր ապրում են ոչ Հայաստանում, արևմտյան երկրներում կամ արևմուտքի մաս դարձող երկրներում, կարգավորումներին կողմ ենք, մենք ցանկացած բանական հայ մարդ չի կարող դեմ լինել կարգավորումներին, բայց կարգավորումը հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պետք է լինի հայկական Հայաստանի շահերը պաշտպանելու հողի վրա, ոչ թե պարզապես ամեն ինչ հանձնել եւ իբր լավ հարաբերություններ ունենալու համար։ Արցախի առումով ասեմ, որ Արցախի հարցը
պարզապես տարածքային ամբողջականության առումով միջազգային հանրության կողմից չի դիտարկվել, որովհետև Մինսկի խումբ կար կարգավորման համար, որը ուներ ՄԱԿ-ի մանդատ, եւ խոսել, որ Արցախի կարգավորումը միայն պետք է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա լինել, սա կողմնակալություն է, սա արդար մոտեցում չի։ Կամ չգիտեմ, փորձ չունեն բանակցելու։ Տեսեք, Ուկրաինան բանակցում է շատ բարդ պայմաններում, երբեմն Ամերիկայի նախագահը իրեն Պուտինից ավելի շատ, չգիտեմ, Պուտինասերի դերում է հանդես գալիս, բայց ցանկացած փաստաթուղթ, որ տալիս են, կարող ենք մենք էլ ասել, չէ՞, արևմուտքը ճնշում է, միջազգային հանրությունը չի ճանաչում, կամ ասում է տվեք, չէ՞, բայց քննարկում ենք, բանակցում ենք, դրան ձև կա, կամ միջազգային սկզբունքներ, դու կարող ես, եթե պայքարում ես, միշտ միջոցներ կգտնես։ Պայքարում եք գտնում միջոցներ, ովքեր չեն ուզում պայքարել, նրանք պատճառներ են գտնում, թե ինչու հանձնվեցին։ Սա պարզապես իրարից տարբերակել է պետք։ Մենք բոլորս, ուզում եմ շեշտել, բոլորի հետ կարգավորման կողմնակից ենք, բայց Հայի եւ Հայաստանի շահը պաշտպանելու դեպքում պետք է ճանաչեն մեր իրավունքները օրինական։ Հետո խոսենք կարգավորումից։ Շատ ճիշտ ասեցիք, պարոն Անտոնյան, որ սահմանային կետ բացելով հարց չի լուծվում, դա կա ԵԱՏՄ-ի գաղափարը, որը պահում է Հայաստանի տնտեսությունը սեղմած վիճակում եւ էլեմենտար պետք է կոնտրակտներ ունենաս քո ապրանքը ծախելու համար, հա, դու պարզապես կետ բացելով դու ապրանքը չես վաճառի կամ ներս գալու լիներ, հենա Վրաստանով ներս կգար թուրքական, էլի ասենք շատ ռուչի, շատ չի ավելանում գնի վրա այդ լոգիստիկայի ծախսերը։ Ասելիքս որն էր, որ եթե Թուրքիան ինչ որ բան ունի վաճառելու Հայաստանում, նա Վրաստանի միջոցով էլ կարող է բերել եւ դա լոգիստիկան շատ 400,000 առևտրաշրջանառություն կա, ավելի շատ, քան եվրոպական երկրների հետ Ամերիկայի հետ։ Եվ լոգիստիկան շատ չի թանկանա, այս սահմանի բացումը պետք է նպաստի Հայաստանից արտահանման համար, իսկ Հայաստանից արտահանելու համար կոնտրակտներ են պետք, հենց այնպես ապրանքը չի գնում գնորդի մոտ, հա, սա շուկաների մասին չի խոսքը։ Հիմա այս անդրադարձից հետո կուզեի ձեր կարծիքը իմանալ, ես խոսեցի Թուրքիայի իզոլացման process-ից, Արմեն Ջիբուխյանը շատ խորը վերլուծություն արեց օրերս, հարցազրույց արեցի միջազգայնագետի հետ ուկրաինացի, խոսեցինք, թե ինչպես է Թուրքիան, որը որ Ադրբեջանի հետ տասնամյակներով իզոլացրել Հայաստանը, հիմա ինքն է իզոլացվում կամ ասենք իզոլացման տարեր ենք տեսնում Իսրայելի կողմից Թուրքիայի հանդեպ, հա, այսինքն եթե ինչ որ մեկը հույսը դրել էր ռուսների վրա, Պուտինի Ռուսաստանը քայքայվում է, եթե ինչ որ մեկը հիմա պարզապես ուզում է Թուրքիայով Էրդողանի Թուրքիայով փոխարինել Ռուսաստանին, ապա պետք է իմանա, որ Էրդողանի Թուրքիան խնդիրներ ունի եւ իզոլացման ասենք վտանգի տակ է, հա, այսպես ասենք, մենք պետք է հեռու նայենք, օրինակ ես միջազգայնագետին հարցրեցի, որ կես տարի առաջ ով կմտածեր, ինքը ասաց, որ 5 տարի առաջ էլ գիտեր, որ դա այդպես լինելու է, այսինքն մասնագետները գիտեն, մասնագետների հետ զրուցել է պետք եւ այդ ամեն ինչի տեղեկատվությանը տիրապետել է պետք։ Հիմա եթե Ռուսաստանը իզոլացվում է, տնտեսությունը փլուզվում է, Թուրքիան մենք տեսնում ենք նոր դաշինքներ են ստեղծվում տարածաշրջանում, Թուրքիայի տարը աշխատում են այնպես անել, որպեսզի շատերի վրա չազդի եւ այն ազդեցությունը, որ Թուրքիան իրեն վերապահում էր ունենալ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, հիմա մեծ զսպման աշխատանքներ են գնում։ Ինչպիսին պետք է լինի ձեր կարծիքով Հայաստանի քայլերը, ում հետ պետք է համագործակցություն խթանել, որպեսզի Հայաստանը իր դիրքը նպաստավոր օգտագործի տարածաշրջանում, դառնա ճիշտ գործընկեր, հա, տարածաշրջանային երկրների համար, գերտերությունների համար, ինչու՞ չէ։ Արմեն, արի քեզանից սկսենք։ Բնականաբար ես վերջին շրջանում շատ եմ ուշադրություն դարձնում թուրքական քաղաքականությանը եւ ընդհանրապես համաշխարհային հանրության մոտեցումներին Թուրքիայի նկատմամբ մենք տեսնում ենք, որ իրականում ի սկզբանե իրանք միշտ Հայաստանը միշտ մի քանի քայլ հետ է Եվ սա ամենամեծ խնդիրն է Հայաստանի։ Տես, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած իրենք մտածում էին, որ Ռուսաստանն է լինելու, չգիտեմ, շատ շուտով աշխարհի գերտերությունը գլխավոր, ուրեմն պետք է Ռուսաստանի պոչից բռնել։ Եվ ոնց կարող է այդքան միջուկային զենք ունեցող երկիրը հանկարծ, չգիտեմ, այդքան ռեսուրս ունեցող ինչ որ մի օր կորցնի դիրքերը։ Դա բացառված է։ Իրանք դա բացառված է սկզբունքով էլ աշխատել են, որ մենք մեկը փախներ ու տեղ չունենք, պետք է խելոք Ռուսաստանի տակ ապրել, հա։ Հիմա կրկնում են նույն սխալը։ Ռուսաստանը ճիշտ է մի քիչ թուլացել է, բայց մեկը միջուկային տերությունը, հիմա Թուրքիայի դերը շատացել է, ուրեմն տարածաշրջանացում, Սկսեցին երկել տարածաշրջանացման մասին։ Իսկ ի՞նչ է նշանակում։ Ուրեմն Թուրքիան ոչ միտեղ չի կորելու, ահռելի պետությունը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է, ուրեմն պետք է Թուրքիայի այդ ախպերություն անել, պետք է դրսից տղա չբերել, ախր
տես իրականում Փաշինյանը ամեն ինչ էլ ասում է, ուղղակի լսել է պետք իրան, հա, ուշադիր լսել է պետք իրան։ Այդ Եվրամիության հետ կապված ինքը իրականում շատ պարզ ասում է, որ ինքը այդտեղ չի պատրաստվում գնա։ Ինքը ասում է, որ տարածաշրջանացումն է գլխավոր խնդիրը, մենք չենք կարող դրսից տղա բերել, մենք չենք կարող այնպիսի համագործակցություն ունենալ դրսի հետ, որը կջղայնացնի Թուրքիային կամ դուրս չի գա Իրանին, բայց գլխավորապես պետք է հաշվի առնել, ասենք առաջինը Ռուսաստանն է, հետո Թուրքիան է կամ հիմա տեղերով կարող է փոխվել, հետո Իրանը, իսկ բոլորի կարծիքը պետք է հասնել։ Հիմա մենք տեսնում ենք, որ արդեն սկսել է միջազգային մամուլը խոսել, որ Իրանը սպառնում է Հայաստանին, հա, տրիպի հետ կապված։ Հարցը հետեւյալն է. մենք պետք է, այսինքն գլխավոր սկզբունքը նոր պետք է սալ։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը բարդ տարածաշրջանում է։ Մենք հասկանում ենք, որ շրջապատը այդքան էլ լավը չի։ Բայց դիվանագիտությունը հենց դրա համար է։ Օրինակ, Ադրբեջանը փայլուն օրինակ ցույց տվեց։ Ինչպես կարելի է, տես, 10 Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը սկսել է մոտ 15 տարի առաջ, հա, խորացված համագործակցել մասին է խոսքը։ Հիմա տես, իսկ խոսակցությունը եւ դրանից առաջ են սկսվել, այսինքն այդ նախապատրաստական փուլը։ Ինչ արեց Ադրբեջանը, կողքը ուներ 80-90 միլիոնանոց Իրան եւ ինքը շատ լավ հասկանում էր, որ կոնֆլիկտի մեջ է հայտնվելու։ Ինքը գնաց այդ ռիսկը վերցրեց իր վրա, հասկանալով, հա, որ ուրեմն պետք է համագործակցել Իրանի հետ, պետք է ռիսկի գնալ, այսինքն միջազգային հարաբերությունում պետք է գնալ ռիսկի, պետք է ունենալ ճկուն արտաքին քաղաքականություն։ Եվ սկսեց համագործակցել։ Համագործակցեք, ստացավ այն ինչ որ իրան պետք է, այսինքն կարողացավ իր հարցերը լուծել, հետո էլ Իրանին ասեց, գիտես ինչ կա, մենք քեզ շատ ենք սիրում, այդ դու ես չգիտեմ ինչի մեր դեմ վատ տրամադրված, մենք ընդհանրապես քո դեմ ոչ մի բան չենք արել։ Իրանն էլ տեսավ, որ ինքը հիմա այն դիրքերում չի, որ Ադրբեջանի հետ ինչ որ բան անի, որովհետև Իսրայելն ու Ամերիկան իրենց հարցերը լուծեցին, այսինքն թույլատրեցին Իրանին, ասեց մեզ ադրբեջանցիները հավաստիացրել են, որ ամեն ինչ նորմալ է, վերջ ամեն ինչ նորմալ է։ Հիմա Հայաստանը պետք է այս ամեն ինչից դաս քաղածելներ։ Տես, երբ որ դու թրիփը մենք միասին շատ ենք խոսել, թրիփը դա հնարավորությունն է դուրս գալ իզոլացիայից։ Այսինքն դու պետք է ունենաս այնպիսի դաշնակիցներ, որոնք ազդեցություն ունեն քեզ սպառնացող երկրների վրա։ Օրինակ, եկեք ճիշտ է խոսանք, Թուրքիան հիմա իրան շատ խելոք է պահում։ Ինչու՞։ Որովհետև ինքը հասկացավ, որ մի քիչ թպրտած Սիրիայում միանգամից եղավ համընդհանուր կոնսոլիդացիա։ Եվրոպացիները եւ ամերիկացիները այս հարցում ունեն, ես վստահ եմ, ունեն լիակատար ներդաշնակ վերաբերմունք։ Այսինքն ինչա պետք անել, պետքա Թուրքիայի օդերը փակել։ Ինչա նշանակում ուզում է հապ դառնա։ Միանգամից էցին այնպիսի կապեր ու պայմանավորություններ ստեղծել։ Անվտանգության մենք ես երեք էի անդրադարձել, որ այսօր Իսրայելը ստեղծում է Հունաստանի եւ Կիպրոսի հետ փոքրիկ ՆԱՏՕ։ Եվ ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում եթե իրենց պետք կլինի այդ փոքրիկ ՆԱՏՕ-ն էլ ավելի կավելանա, նա կարա, չգիտեմ, մի օր հրաշքով Եգիպտոսը միանա, հատկապես հասվի առնելով, որտեղ իրենց հայտարարության մեջ ուշադրություն դարձրու։ Մի հատ հետաքրքիր բան կար, Օսմանյան կայսրության վերականգնման հետ կապված լրջագույն ակնարկ կար։ Իսկ նշանակում է այն պետությունները, որոնք այլևս չեն ուզում վերադառնալ Օսմանյան կայսրություն, դրանք բազմաթիվ են, մերձավորարևելյան պետությունները, ընդհանուր միջև Եգիպտոս, իրենք ցանկանալու են դառնալ այդ ՆԱՏՕ-ի անդամը, հա, որ ինչքան Թուրքիայի սպառնալիքը մեծանա, այդ փոքրիկ ՆԱՏՕ-ի անդամը իրանք են դառնալու։ Հետաբար Թուրքիան հասկացավ, իսկ ես մի 2 տարի, այսինքն տարի ու կես առաջ երբ էր Սիրիան երբ որ եղավ, ես տարի ու կես առաջ միանգամից իմ մոտ այդպիսի ոչ միայն տպավորություններ, այլ նաև հաշվի առնելով եւ իրավիճակը հաշվի առնելով ինչ էին իրանք Պուտինի հետ պլանավորը, ես դա կանխարեցի, որ Թուրքիան ինքն իրան դեմ տվեց, այսինքն իրականում իր ամեն ինչը նախապատրաստվել էր, ինքը հետքայլ չարեց, ինքը գնաց դրան, հա, հաշվի առնելով որ Ռուսաստանն էլ թուլացել էր, հաշվի առնելով որ պահը, այսպես ասած, իր համար հնարավորություն էր ստեղծվել, մի փոքր այլ էր գնացել իրս, բայց իրանք որոշեցին արդյոք տվեցին, բայց իրանք իրանց դեմ տվեցին, իրանք դրանով իրանք վտանգ զարկեցին, որից հետո եղավ կոնսոլիդացիա իրանց դեմ եւ տնտեսական ցեցին այնպիսի պայմանագրեր էներգակիրների հետ կապված կնքել, որ իրանց հույսը կտրվի, որ իրանք կարան ինչ որ հապ դառնան երբևիցե եւ Եվրոպային կախվածության մեջ գցեն, հա։ Եվ երկրորդը անվտանգության առումով ցեցին զսպել։ Հետաքրքրական էր, որ ես օրինակ շատ ուշադիր սպասում եմ, արդյոք Թրամփը F-35 կտա։ F-35 տալիս է Հունաստանին, բայց չտվեց։ Անգամ F-16-ը հրաժարվեց այս պայդրուսը, մենք տեսնում ենք արդեն ինչքան անցավ։ Կես ահագին ժամանակ անցավ Էրդողանի այցից հետո, ոչ մի որոշում չկայացվեց։ Հետևաբար սա ցույց է տալիս, որ Թուրքիան վախենում է գնալ ընդհանուր արճակատմամբ այս պահին Թրամփի ադմինիստրացիայի դեմ։
Սա պարզ տրամաբանություն է։ Իսկ եթե Թուրքիան վախենում է գնալ առճակատման այս պահին, ուրեմն Հայաստանի համար ստեղծվել է այնպիսի միջազգային նպաստավոր իրավիճակ, որ մենք կարող ենք Թրամփի ադմինիստրացիայի միջոցով ինչքան էլ Թրամփը տես հակասական ֆիգուրա եւ այլն, բայց այս պահին մենք կարող ենք դուրս գալ այդ միջազգային իզոլացիայից, հենց նույն Միացյալ Նահանգների միջոցով։ Դե Միացյալ Նահանգները ունի ազդեցություն Թուրքիայի վրա, որը իր հերթին փորձում է Հայաստանին իզոլացնել, հա։ Այսինքն սա է սխեման, ուրիշ սխեմա չկա, իսկ Փաշինյանը ասում է մենք չենք կարող տղաբերել եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հիմա ես սպասում եմ ուշադիր տեսնեմ, որտեվ տես հիմա էլ Պուտինը փորձում բերել է թրիփի մեջ, էլ փորձում է հաշվի առնել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը եւ այլն այսպես շարունակ, հա, միջա տղապետ չի բերել։ Հիմա ես շատ հուսով եմ, որ այս բանակցությունների ընթացքում Ամերիկան կկարողանա հասնել նրան, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները իրար հետ կկնքեն այնպիսի պայմանագիր, որի վրա չեն կարող ազդեցություն ունենալ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը։ Էլ չեմ ասում խցկվելը, բայց նույն երկաթգիծը ես այս վերջերս էլի հաղորդում էի սարքել, որտեղ ցույց եմ տալիս, որ Փաշինյանը Ռուսաստանին ինչ է ակնարկում, ասում է թրիփը առանց քեզ հնարավոր չի, մեծ եղբայր։ Արի դու փորձի պայմանավորվի մտի այս պրոյեկտի մեջ, որովհետև տես ասում ես ինքը երբ որ երկաթ գծերի անուններ է տալիս, դա պատահական չի տալիս, որովհետև երբ որ թրիփը դուրս է գալիս այդ ասենք մեղրի մասով երկաթ գիծը դուրս է գալի ու կապնում է ռուսական ցանցերին, որը պետք է արդեն տանի Թուրքիայով այդ ամեն ինչը վերցնի իր ձեռը, մենք հասկանում ենք, չէ՞ որ դա պրոբլեմատիկ է։ Այսինքն այս երեք ինքը խոսում է, որ մենք կարող ենք այդ կոնցեսիա, եթե Ռուսաստանը որոշի չանել, երևում է Պուտինը այդքան է շահագրգռված չի եղել, որքան հասկանում եմ փող ծախսի, որտեղ առանց այդ հիմա դու լավ ես ներկայացնում այդ Ռուսաստանի տնտեսական վիճակը։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ՞ որ RŽԴ սանկցիաների տակ է, մենք հասկանում ենք, որ հիմա ուրեմն ինչ որ դոտացիաների վրա են, որովհետև անգամ Բեռնապը ես տալիս եմ իրանց 5-ից հասել է 7% վերջին մի քանի ամսվա ընթացքում Բեռնման խնդիր ունի երկաթգծեր, այսինքն այդքան բեռներ չի կարողանում տեղափոխի Ռուսաստանի տարածքով, իսկ իրանք ինչ որ ծափ են տալի, թե հեսա Ադրբեջանով ինչ որ բեռներ է գալու Հայաստան, այն դեպքում որ իրանք ներսում 7% պակասել է RԺԴ-ի բեռնման ծավալը, այսինքն, հա, եւ այս պարագայում տես, եթե դու ընդ որում այդ խախտումները 18 թվականից իրանք բռնել են 60 միլիոնի աուդիտ արեցին եւ կարող էին կոնցեսիայից զրկել։ Փաշինյանը ասում է, եթե չանեն մենք կարող ենք կոնցեսիայից զրկել։ Այսինքն տես, խնդիրը գիտես մնա, ոնց որ ռուսներին ասում են զորով արա, որ փայ մտնես այս ծրագրի մեջ։ Հասկանում ես, դու արդեն բռնել ես բան, զրկի կոնցեսիայից, որտեղ որ կարողանա լուրջ ընկերություն գա, որ կարողանա լուրջ ներդրումներ անի, ոչ թե 45 կիլոմետրանց երկաթգծի համար պատասխանատու լինի, այլ լուրջ ներդրումներ անի, որպեսզի ամբողջ քո ցանցը փոխի, որպեսզի որ սովետական հին վագոններով վտանգավոր երթևեկես եւ ցածր արագությունների վրա, որը լոգիստիկայի խնդիր է առաջացնում, հա, այ բերեն այնպիսի գնացքներ, որ Վրաստանի օրինակն եմ միշտ բերում, հա, այնպիսի համակարգ ստեղծեն, որը նաև քեզ որպես տրանզիտային երկիր, եթե այդքան ձգտում եք տրանզիտային երկիր դառնա, ինչ որ առումով էֆեկտիվ կսարքի, հա, բայց մենք տեսնում ենք, որ ինքը ակնարկում է աշկովունքով անում Պուտինին, հասկանում ես, իրանք որոշել են, որ իրանք շատ շուստրի են, իրանք կարան տենց անեն, հետո ասեն Պուտինին արի միացի, բայց իրանք հասկանում ես, լավ չեն հասկանում նաև Պուտինի տրամաբանությունը։ Մենք Ուկրաինայի բանակցություններից ինչ ենք հասկանում։ Պուտինը ժամանակ է շահում, բայց իր տրամաբանությունից է կամ ամեն ինչ կամ ոչինչ, հա։ Ինքը հրճակում էր, ասում էր, ումա պետք է այն աշխարհը, որտեղ Ռուսաստանը չի լինելու, հա, կոպիտ ասած։ Այսինքն իրանք կամ ամեն ինչ կամ ոչինչի կողմնակից է։ Իրանք իրենց քաղաքականություն են նա։ Այո, թողնում է հիմա Պուտինը Փաշինյանին, ելնելով իր շահից, որոշ խաղեր տալ։ Դա ես դրանում վստահ եմ, կարծում կհամաձայնեք։ Բայց Պուտինը իր պլանները ունի միևնույնն է, եւ նա չի խորհրդակցում այդ պլաններով Փաշինյանի հետ։ Եվ Պուտինի նպատակն է հիմա, ինքը այդպես հանգիստ նայում, բայց իր նպատակն է, եթե ուկրաինացիների, այսինքն միակ մեր հույսը ուկրաինացիներն են, որովհետեւ Պուտինը ունեցավ հնարավորություն, ինքը մի օրվա պես, ասենք, լույսերը կանջատի։ Այսինքն Թրամփը թրիփը փակել կտա, ոնց որ ասեց սեպտեմբերի 3-ին արեց, նույնը ինքը այդ ցիկլով ամեն ինչը կրկնվում է, հասկանում ես։ Թողեց մի քիչ Սերժ Սարգսյանը դպրտա, եվրոպացիներից մի քիչ փող բերի, տենց ուզում էր աշխարհին ցույց տալ, որ ինքը չի ճնշում սովետական երկրները, ինքը դեմ չի, որ արևմուտքը գա պրոյեկտներ անի, որովհետև տեսանք ինչ գումարներ էր աշխատում Եվրոպայի վրա, չէ, արևմուտքի վրա, եւ այսպես շարունակ։ Դրա համար Իրանը էլ էր պետք խաղեր տալ Եվրոպային, որ փող հավաքեր այդ պատերազմների։ Հետո ինքը ուզում էր Ուկրաինան գրավել ու փաստի առաջ կանոնացնել։ Ղազախստանը գրավել, Բալթյան երկրները գրավել։ Ասում է մի հատ խոսք է, չէ, եթե ճիշտ եմ ցիտում, նաշլա կասանակամին, չէ, տենց ինչ որ խոսք կա։ Այսինքն ինքը հասկացավ, եկավ ուկրաինացիները ասեցին, չէ, եղբայր, տենց չի ձևը։ Հարցերը լուծեցին,
դեմքը ասֆալտին քսեցին, հիմա ինքը հայտնվեց մի իրավիճակում, որտեղ անգելը Չինաստանի ուղղակի վասալ պետություն է դառել։ Բայց մեծ հաշվով մենք հասկանում ենք, որ իր նպատակը որն է։ Ինքը թույլ է տալի դու խաղեր տաս, որտեղ Իրաներս պետք է հիմա մասնավորապես զուգահեռ էքսպորտի հետ կապված ու նաև այն ինչը մենք չենք տեսնում ու գրանցված չի նույն ոսկու հետ կապված ես վերջերս էլի ուկրաինացի էքսպերտի բերեցի որ իրենց հենց կենտրոնական ալիքներով խոսում էր որ իրենք կասկածում են որ Հայաստանը շարունակում է ոսկու հարցով օգնել հա իսկ ոսկին դա վալյուտա է որը պետք է Ռուսաստանին եւ այսպես շարունակ սա է մեր իրականությունը ցավոք սրտի եւ մենք լուծումը ես կարծեմ ասեցի միակն է որ ոչ թե պետքա վախենաս տղա բերելու դա տղաբերել չի կամ այդ տերմինոլոգիայով խոսալ պետք չի, այլ պետք է սկսել ակտիվ աշխատել Իսրայելի հետ։ Եթե վախենում եք բացահայտ աշխատել, խնդիր չկա։ Տակից կարելի է կամ մակերեսից ցույց տալ մակերեսային հարաբերություններ, տակից խորացված գնալ, որտեղ Իսրայելը մեռավ արդեն աչքով ունքով անելու, որ հիմա մեզ պետք է Հայաստանի հետ հարաբերությունները։ Նեթանյահուն պարապ չի, որ գնա մտնի ինչ-որ հայկական բլոգերի հետ եթեր եւ ցեղասպանություն ճանաչի, հա։ Jerusalem Post-ը պարապ չի, որ աչքով ունքով անում, որ մենք ուզում ենք Հայաստանի հետ հարաբերությունները խորացնենք, այ ամերիկյան լոբին խանգարում է մեզ, հա։ Չնայած հոդվածը ուրիշ բանի մասին էր մեծ հաշվով։ Բայց սրանք ամբողջը, ասում եմ, աչքով ունքով process-ներ են։ Այսինքն պետք է ակտիվ, տես, խոսում ենք բալանսավորման, ես երեք դիտեցի քո եթերը շատ հետաքրքիր էր իդեպ միջազգային էքսպերտի հետ։ Ուրեմն, այսպեսի մի բան, եթե մենք ակապ խոսում ենք բալանսավորման մասին, որ իրանք ուզում են անեն, ախր դա էլ են անում խաբեությամբ, որովհետև եթե դու ուզում ես բալանսավոր ակտիվ արտաքին քաղաքականությամբ բալանսավորես քո արտաքին քաղաքականությունը, դու չպետք է լես հապկում եւ ԵԱՏՄ-ում։ Դա բալանսավորում չի արդեն, հասկանում ես։ Դա խաբեություն է, որովհետև դու կարող ես լիարժեք բալանսավորած արտաքին քաղաքականություն վարես, ասես տղեկ Ես ոչ միտեղ չեմ մտնում, ես ոնց որ Ադրբեջանն անում, ասում եմ ես ոչ մի ինձ կապող կազմակերպության մեջ չեմ, ես անկախ պետություն եմ, իմ հետ գործ բռնեք, ես ոչ մեկին ոչ միտեղ պարտավորություն չունեմ, դու մնալով ԵԱՏՄ-ում, մնալով հապկում, իսկ ես հապկի փուչիկը տեսնում ես ոնց է վերջերս պայթում, եւ իրենք են խոստովանում, որ իրենք դուրս չեն գալի հապկից եւ Ռուսաստանից են ասում, որ դուք հապկանթամ եք տղեկ, ու մենք մի օր ձեզ կարողա տուգանենք այդ փողերը պետք է տակ, որը չեք տվել, հա, կոպիտ ասած, որտեվ օֆիցիալ միջազգային իրավունքով դուք հապկի անդամ եք, խաղեր մի տվեք։ Հետևաբար խնդիրը հետեւյալն է, ակտիվ եւ մի բան էլ ասեմ, մենք Հայաստանը այն վիճակում է, որ մի քիչ կրեատիվ մոտեցում էլ է պետք, այսինքն պրոակտիվ եւ շատ դեպքերում կարող է նույնիսկ այսպես ասում եմ կիսա երևացող արտաքին քաղաքականություն եւ շատ ակտիվ արտաքին են դերակատարների հետ հարաբերությունների, այսինքն ընդհանուր շահերի բան ստեղծում, որը քեզ հետագայում կստեղծի անվտանգության հովանոց։ Սա ամենակարևորն է։ Այսինքն ընդհանուր շահերի ստեղծում այն երկրների հետ, որոնք ազդեցություն ունեն Թուրքիայի նկատմամբ եւ որոնց դեպ երբեք Թուրքիան չի գնա բացահայտ։ Սա ամենակարևորն է։ Եվ սա մեզ ելք կտա իրականում Եվ նույնը մենք պետք է հասկանանք, որ նույն Վրաստանի մասով էլ շատ են խոսում, բայց մենք տեսնում ենք, որ Վրաստանը շարունակում է մնալ ազատ առևտրի ուրեմն կազմակերպության անդամ, այսինքն Եվրոպայի մաքսային միության անդամը, որը մեզ համար բնականաբար երկրորդ պահեստային ճանապարհն է։ Եթե անգամ Թուրքիայի հետ բացվի սահմանը, մենք կամ առաջինը կդառնա, երկրորդը էական չի, որ առաջին, թե մենք չենք ունենա մի երկ, մենք ունենանք երկու երկ։ Այսինքն այստեղ պետք է ակտիվ աշխատել, ակտիվ ստեղծել կապեր եւ այդ կապերի շնորհով էլ ձեռք բերել տեխնոլոգիաներ։ Օրինակ նույն Իսրայելից կարելի է ձեռք բերել ռազմական փայլուն տեխնոլոգիան։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելը ավելի առաջ է գնում, երեք հայտարարվեց, որ 110 միլիարդ ներդնում է, որը թարապես անկախացնի ամբողջ իր ուրեմն ռազմական արդյունաբերության ցիկլը։ Մենք պետք է ակտիվ, շատ ակտիվ արտաքին քաղաքականություն վարենք, բայց դրա համար Մարատ ջան, առաջին հերթին, որպեսզի մեր հետ ցանկանան խոսեն, մենք առաջին հերթին պետք է ցույց տանք, որ մեր տեղը որտեղ Պուտինն է խոսում, որտեղ քանի դու ԵԱՏՄ-ում ես, դու չես կարող ասես, որ ես սուբյեկտ եմ, որտեղ դու ամենտեղ գնալու ես ասես, դե գիտեք Վլադիմիրի չգազը կկտրի, էս կանի, այն կանի, հասկանում ես։ Տես, մի տարի առաջ ես էլ ասեմ, երևի խոսքս երկարեց ու խոսքը փոխանցեմ պարոն Անտինյանին, մի տարի առաջ խոսում էին ու Թուրքմենստանի հետ բանակցությունների մասին։ Ես վստահ եմ գազի, այսինքն swap տարբերակով, որը պետք է Իրանով գար, բայց դա թուրքմենական գազ է։ Մենք վճարում ենք Թուրքմենստանին եւ այս process-ը տեղի է ունենում։ Այս process-ը տապալեցին, զգա չկա այլ խոսակցություն։ Չկա այլ խոսակցություն, որովհետև ինչի, որովհետև նույն իրանք գիտեն, որ Ադրբեջանին եւ Թուրքիային պետք չի, որ դու դիվերսիֆիկացնես քո տնտեսությունը, որովհետև իրանք իրանց ասում պահում են Ադրբեջանի համար, որ Ադրբեջանից գազ բերեն։ Տես, երեք էլի խոսում էր ինչ որ գազամուղի մասին, երեկվա ճեպազրույցում, եթե չեմ սխալվում։
Հասկանում ես, այսինքն իրանք, այսպես ասեմ, բայց հիմա արդեն Թուրքմենստանով կարող են իրանք, ընդ որում ես վստահ եմ, որ ամերիկացիներն են միջամտել, որպեսզի այդ բանակցությունները, այսինքն այդ ճանապարհը հուշել, որ պետք է այսպես անկախացնել այս պահին, հա, կա տարբերակ, մենք ժամանակին Թուրքմենստանից գազ գնել ենք, բայց չի արվում, խոսացին, ես դա անգամ բացահայտել եմ, անգամ տեղեկություն եմ ստացել, որ իրանք Թուրքմենստանին այնպիսի գին են ասել, կոպեկներ, որ Թուրքմենստանը ասել է լավ եք տղեկ, դուք որտեղից կարաք այդ գնով գազ գնեք։ Ուրեմն շատ ավելի փոքր գին են ասել, մոտարապես եթե չեմ սխալվում 30-40 դոլար ցածր գին են ասել, քան իրանք գնում են Ռուսաստանից։ Պատկերացնում ես աբսուրդի աստիճանը։ Այսինքն սա նշանակում է, որ իրանք ասել են դե Լադիմիչը գազը կկտրի, ասել են մի րոպե, դու ունես տարբերակ, հենա, մենք քեզ ճանապարհը ցույց ենք տալի։ Միած ստեղով կազմակերպի, իրանք գնացել են, բանակցել են, այնպիսի գին են ասել, որ Թուրքմենստանը հրաժարվի, որ այդ ասեն բանակցությունները ձախողվեն։ Տես արդեն 7-8 ամիս է, էլ ծպտուն չկա այդ Թուրքմենստանի բանակցությունների մասին։ Սա մեզ արդեն մի բան է հուշում։ Իսկ Ալիևը ինչ կուզենա։ Ալիևը կուզենա, որպես այլընտրանք ինքը դառնա մեզ գազի մատակարարը, որովհետեւ հերթական կախվածության, այսինքն հասկանում ես, ես այսպես եմ վստահում, այդ փոխկապակցվածությունները այնպես է սարքում, այսինքն այնպես է իրանց քաղաքականությունը, այդ տարածաշրջանացումը, որ եթե Ալիևը հասկանա, որ մենք Իրանից կախված ենք, ամենից լավ կլինի։ Մոտարապես տրամաբանությունը էս է, որքան ես իրանց տրամաբանությունը փորձում եմ հասկանալ։ Պարոն Անտոնյան, ստացվում է ոնց դիվերսիֆիկացնեն, միևնույն է ամեն ինչ տանում է Ռուսաստան, հա։ Նախ Թուրքիայի իզոլացված վիճակի հետ կապված ասեմ, որ Թուրքիայի ակտիվությունը մեզ բացարձակ ձեռնտու չէր, շատ ենք խոսել այդ մասին, որ այնպես չի, որ Թուրքիայի ակտիվությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներին է ձեռնտու կամ Եվրամիությանը։ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջի ժամկետում նպատակային գնաց Սաուդյան Արաբիա, որ ասեց, իսկ դուք ինչ խնդրեմ ունեք, մենք լավ էլ բարեկամ պետություն ենք։ Էնպես անենք Թուրքիայի ակտիվությունը չմեծանա։ Թուրքիան շանտաժ է անում Եվրոպային, ասում է, եթե ինձ չդարձնեք ձեր ընտանիքի անդամ, ես սունիներին կհավաքեմ, կստեղծեմ դրանց առաջնորդը կդառնամ։ Եվ այս վտանգի հետ կապված Դոնալդ Թրամփը բացատրեց Սաուդյան Արաբիային, հիշում եք, այնտեղ թուրն է ձեռը պարում էր թագավորի հետ, որ ձեր մոտ է գտնվում հոգևոր կենտրոնները Մեքանում Մեդինան մահմեդականների։ Ինչ եք ձեր դիրքերը զիջում Թուրքիային։ Ոնց կարող է պատահի Թուրքիան այդ լիդերությունը ստանձնի, եթե Սաուդյան Արաբիան էլ է սունի ուղղվածության։ Բայց երկրորդ ժամկետում Դոնալդ Թրամփը, թեպետ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները շատ ավելի լավացնել է փորձում, այնուամենայնիվ ինքը չէր խորշում, որ Թուրքիան լիդերություն ստանձնի։ Ոգևորված ասում էր, տեսակ Սիրիան ոնց գրավեց։ Անկամ ինքը ընդունում էր, որ ինքը գիտի, որ Թուրքիան է գրավել Սիրիան, ոչ թե Սիրիայի ներսում Ասադի դեմ ոտքի է կանգնել ժողովուրդը զինված պայքարով իշխանությունը վերցրել։ Չէ, կոնկրետ ասում էր, գիտենք Թուրքիան է վերցրել, ինչի մասին է խոսքը։ Եվ դա մտահոգիչ էր, որովհետև Եվրոպան էլ խրախուսեց, թե լավ, թող Թուրքիան վերցնի, հիմա Ռուսաստանից թող փոկվի, Իրանից փոկվի, թող Թուրքիան էլի, ոչ մի խնդիր մենք չունենք։ Բայց հիմա տպավորությունն այնպիսին է, որ կարող է Իսրայելը երբ որ շատ ակտիվանա Հայաստանի հետ, եթե մենք խելացի հաշվարկ չանենք այդ ուղղությամբ, ստեղ էլ կարող է սխալվենք, ասեմ ինչու։ Որովհետև ավանդաբար Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելին աջակցել է, նրա ռազմավարական դաշնակիցն է, նրա անվտանգության երաշխավորը։ Բայց այս ուղղությամբ Դոնալդ Թրամփը չափը անցնում է, իր սերը կարող է խեղդի Իսրայելին։ Ինքը այնպես է սեղմել Նեթանյահուին, որ կարող է ուղղակի շնչահեղձ անի։ Այսինքն մենք պետք է իմանանք մի բան։ Այսօր Իսրայելը մտահոգված է, որ ասում է այսօր Թրամփը ինձ օգնում է, հազիվ շանս է։ Բերեք մի հատ էլ ես Իրանին հարվածեմ, որովհետև եթե հիմա ես Իրանին չհարվածեմ ու Թրամփին չներքաշեմ պատերազմի մեջ, կարճ ժամանակ հետո Իրանը կստեղծի միջուկային ռումբ, կարճ ժամանակ հետո Իրանը բալիստիկ հրթիռները կկատարելագործի, քանակը կավելացնի, ով է հարվածը ստանալու առաջին, իհարկե Իսրայելը։ Թրամփի գնալուց հետո էլ Իսրայելը կարող է մենակ մնա։ Այս խնդրի պատճառով հիմա նաև այդ մեկուսացումից դուրս գալու քայլեր անում Իսրայել։ Մենք այն պահին, որ պետք է Իսրայելի հետ լավ լինեինք, հակառակ գործողություն արեցինք եւ Իսրայելի միջոցով Ամերիկայի հետ լավ լինեինք։ Ինչ արեցինք։ Պաղեստին պետություն ճանաչեցինք, որը անտրամաբանական է այս պարագայում, որովհետեւ Պաղեստին պետություն այսօր կենսունակ չի այդ 6000 քառակուսի կիլոմետրի վրա։
ՄԱԿ-ը ստեղծել է 10,900 քառակուսի կիլոմետր, որը որ ինքը արտաքին կոմունիկացիոն հնարավորություններ ուներ։ Մի քանի պատերազմի ընթացքում դրանից մնաց 6000։ Այդ 6000-ը կենսունակ չի։ Եթե նույնիսկ պայմանականորեն ասենք այսօր այդ պետությունը ճանաչեն, նա չի կարող այս ձևով գոյատևել։ Արտաքին սահմանների խնդիր չի կարող լուծել։ Եթե նույնիսկ ասում ենք ՄԱԿ-ը տարածքով չի ընդունում պետության անկախությունը, հա բայց փաստացի է ընդունում։ Փաստացի տակը կենսունակ պետություն չկա։ Հայաստանը ճանաչեց, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց։ Մյուսը աջակցեց Իրանին, դատապարտեց Իսրայելին, բայց պատերազմը Իսրայելը չէր, Իսրայելի թիկունքին Ամերիկան էր։ Ամերիկան կանգնում ասում է ես եմ հարվածել Իրանին, Հայաստանն ասում է դատապարտում ենք ագրեսորին։ Որ ագրեսորին է դատապարտում։ Ես չեմ ասում, որ ինքը Իրանի դեմ քայլ աներ, բայց գոնե կարողանար ակտիվ չեզոքություն պահեր։ Իրանը մեծ պետություն է եւ կարա շատ վտանգավոր լինի մեզ համար։ Իրանը անգամ Ամերիկան չի կարողանում Իրանի հետ վերջնական տարբերակը գտնի։ Իսկ մեզ համար նա վտանգավոր պետություն կդառնա, եթե նրա խնդիրները դառնան մեր խնդիրները։ Այս պարագայում հիմա էլի մենք ուշացած չկարողանալով անգամ տրիպի հարցում Ամերիկայի գործընկերը լինել, ընդհանրապես Ամերիկան ցանկանում է մի հատ բիզնես պրոյեկտ անի այստեղ, մինչև մենք կհասնենք այն վիճակին, որ կփորձենք Ամերիկայի համար գործընկեր լինել, արդեն Տրամպը խնդիրներ կունենա ոչ միայն կառավարման ընթացքում, այլև վերջի ժամկետի ընթացքում, կարող է 2026 թվականին արդեն Սենատի միջանկյալ ընտրությունների եւ կոնգրեսի ընտրությունների պարագայում արդեն ինքը խնդիրներ ունենա։ Էլի մենք կլինենք ուշացած, մեր շտապողականությունը բոլորին հասելու հանգեցնում է դրան, որ քայլերը ուշացած են արվում։ Եթե մենք հիմա մտածում ենք, որ հազիվ լավ առիթ է Իսրայելի հետ հարաբերություններ կարգավորել, պետք է շատ զգուշավոր, բայց կարգավորել։ Տեղից էլ որ դուք ասում եք արևմուտքի հետ մեր խնդիրները կարգավորված չեն, ինչու համար, որովհետև Հայաստանն ասում է, որ ես ուզում եմ Եվրամիության հետ հարաբերություն լավացնեմ կամ, բայց երբ որ գնում ես հանդիպում ես Ֆրիդրիխ Մերցի հետ, որից հետո գնում ես հանդիպում Միշուստինի հետ, դա ամբողջ աշխարհի առաջ է երևում։ Այն միջկառավարական նիստին կարող էր անգամ Նիկոլ Փաշինյանը չգնալ։ Մեր մոտ խորհրդարանական կառավարման համակարգ է եւ Նիկոլ Փաշինյանի համազոր պաշտոնյան Պուտինն է, ոչ թե Միշուստինը։ Նա պետք է գնար փոխվարչապետը, բայց Նիկոլ Փաշինյանը Մերցի հետ հանդիպելուց հետո գնում ես հանդիպես, որ ինչ անես, որ ցույց տաս, որ ժողովուրդ ջան, տեսակ ես գնացի Գերմանիայի կանցլերին, ասեցի, որ մենք չենք հիմա հայտ ներկայացնում Եվրամիության անդամակցության, այ մենք հիմա կգանք կմոտենանք այնքան կհասնենք մի կետի, որ որոշում կկայացնենք, հիմա դառնում ենք եվրոպական պետություն, թե չէ, եթե չէ, գոնե կլինենք Եվրամիության անդամ չլինենք, գոնե կլինենք եվրոպական պետություն։ Մենք չենք դառնա եվրոպական պետություն, եթե անընդհատ խորանում ենք ԵԱՏՄ-ի մեջ։ Մենք չենք դառնա եվրոպական պետություն, եթե անընդհատ հայ-ռուսական հարաբերությունները խորացնում ենք։ Առավել եւս ես չեմ տեսնում, մի քիչ աշխարհագրությունից լավ եմ, որ կարելի է դիպում գրել մտնել Շանհայի համագործակցության կազմակերպություն եւ հապով գնալ Շանհայ ու գալ Բրյուսել։ Ես չեմ պատկերացնում, որ դա է ամենակարճ ճանապարհը Բրյուսել գնալու Շանհայի միջոցով։ Եվ այս պարագայում բացառվում է, որ մենք գոնե մի քայլ մոտենանք Եվրոպային, իսկ դա նրանք շատ լավ տեսնում են։ Այսօր մենք տեսնում ենք Գերմանիայի դերակատարությունը։ Այսօր անգամ Ուկրաինայի պարագայում մենք տեսնում ենք, որ անգամ ՆԱՏՕ-ն չի անվտանգության երաշխավոր, որ անգամ Ուկրաինան ասում է լավ, եթե ՆԱՏՕ-ի անդամ չլինեմ, համարեք դա իմ կողմից զիջում, որովհետև այսօր ավելի քան ՆԱՏՕ է կանգնած Ուկրաինայի թիկունքին, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ են, որոնց շատ մասը Եվրամիության անդամ է, բայց դրան միանում է Կանադան, որը Եվրամիության անդամ չի, դրան միանում է Ավստրալիան, Նոր Զելանդիա, որոնք Անջլուսի անդամ են, ռազմական բլոկ Ամերիկա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, դրան Ճապոնիան, դրան Հարավային Կորեան, անգամ Ավստրիան, որը չեզոք պետություն է, ՆԱՏՕ-ի անդամ չի, ու ասել է, որ չեմ դառնալու, բայց ասել է Ուկրաինային կօգնեմ։ Այսինքն նոր որակի անվտանգային իրավիճակ է առաջացել, ամենամեծ համախառն ներքին արդյունքն ունեցող Գերմանիան, ամենամեծ բնակչություն ունեցող Գերմանիան Եվրոպայի, որի համախառն ներքին արդյունքը գերազանցում է Ռուսաստանի համախառն ներքին արդյունքին, այդ պարագայում ինքը ասում է
մենք պետք է 5% ռազմական ծախս անենք, լրջագույն դերակատարություն է ստանցնում Եվրոպայում, այդ երրյակով Մեծ Բրիտանիա, որը Եվրամիության անդամ չի, Գերմանիա, որը որ եւ Ֆրանսիա, իսկ Գերմանիային այսօր խնդրում են, որ զինվի, մի ժամանակ զգուշ էին, չէ, ասում են երկու պատերազմ Իրանից է սկսել, զգուշ եղեք, հիմա իրանք են խնդրում, որ Գերմանիան զինվի։ Այսինքն գնաց Մերցի հետ, բան պայմանավորվեց, հետո գնաց Միշուստինի դուռը, սա ակնհայտ ցույց տվեց, որ իրականում Հայաստանի քաղաքականությունը դա է։ Արևմուտքը ասում է, դե լավ, քայլեր անենք, ինչքան Հայաստանը մոտենա, վաղը մյուս օրը զրոյից չսկսենք, բայց Վրաստանում տեսանք, չէ, որ եկավ հասավ մի հատ գծի, հիմա Վրաստանին հերթով հետ են տանում։ Այն դեպքում, երբ որ եվրոինտեգրացիայի ուղղությամբ Վրաստանը մեզանից թե ժամանակով էր առաջ, թե քայլերի հաջորդականությամբ։ 13 թվականին մենք մտանք մաքսային միություն, Վրաստանը նոյեմբերին Վիլնյուսում ստորագրեց ասոցիացիան համաձայնագիր։ 13 թվականից հետո դարձավ թեկնածու, հիմա ժամանակացույց կա, որ 2030 թվականին դառնա անդամ, իսկ ինքը շեղվել մտել է Ռուսաստանի տակ։ Ինչքան են հիմա հետ բրտում Վրաստանի այդ դիրքերից։ Այսինքն ինչքան էլ խաղեր տաս, մի օր գալու ես կանգնես փաստի առաջ եւ դրանից ավել առաջ գնալ չես կարող։ Իսկ ինչ վերաբերում է Պարոն Չիբուխչյանը, որ ասեց մի հատ դա ասում, այդ որ ասում է Ռուսաստանը մենք կարող է հետ վերցնենք կոնցեսիան այդ որոշ հատվածների, եթե Ռուսաստանը չցանկանա ներդրում անել։ Դա ինքը ասեց նրա համար, որ վերնագրերը տարածվեն, Հայաստանի մեդիաները լրիվ տարածեցին, Հայաստանը պատրաստում է Ռուսաստանից հետ վերցնել, իրականում բացարձակ չի պատրաստում։ Դա մենակ վերնագիր կարդացողների համար էր։ Երբ որ մտնում ես տեքստը նայում, մանավանդ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը, ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Ես Պուտինին դիմեցի, ես ասացի, որ այս նոր գծերը պետք է ակտիվանա, աշխատի, որտեղ բացվում է ճանապարհը։ Եթե իրանք չցանկանան դա անել ինչ որ պատճառով, չցանկանան ներդրում անել ինչ որ պատճառով, մենք կվերցնենք եւ մենք այդ ներդրումը կանենք։ Բայց երբ որ դու Պուտինին ասեցիր, Պուտինն ասեց չեմ ցանկանում, եթե Պուտինն ասած էր չեմ ցանկանում, կասեիր ժողովուրդ ջան, Պուտինին դիմեցի, ինքը հրաժարվեց, ես էլ եկել եմ ասել, որ մենք կանենք, կվերցնենք, մենք կանենք։ Ոչ, ինքը փաստորեն ուզեցավ ասի, որ հիմա Ռուսաստանի ներկայացվածության ծավալը մեծացնում ենք, Ռուսաստանը ինչքան էլ խնդիրներ ունենա ֆինանսական, Ռուսաստանը չի հրաժարվի այդ գծերը սպասարկելուց, որպեսզի փայ մտնի կոպիտ ասած այդ ամբողջ կոմունիկացիոն հնարավորություններին։ Քանի անգամ Ավերչուկն ասել, հիմա այն ինչ որ Ադրբեջանով բացվում է, մեր համար է ճանապարհ բացվում։ Մենք հիմա ավելի շատ բեռներ ենք բերելու։ Ռուսաստանի փոխվարչապետը ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, այ գնացինք Ամերիկայում փաստաթուղթ ստորագրեցինք եւ ավելի սերտ հարաբերություն հաստատեցինք Ռուսաստանի հետ։ Արդեն ցամաքային ճանապարհ ունենք Ռուսաստանի հետ։ Աշխատեց Ամերիկայում ստորագրած փաստաթուղթը։ Ավելի հետաքրքիր աբսուրդ բան պատկերացնում եք, ասում էին, որ Ամերիկայում ստորագրում ենք, որ Ռուսաստանից դեից դուրս մղենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ, Ամերիկայում ստորագրել ենք, որ Տրամպի միջոցով Ռուսաստանի հետ ավելի հարաբերությունը սերտացնենք։ Սա է մեր բալանսավորված քաղաքականությունը։ Եվ դրա համար, եթե Ռուսաստանն ասի, այո, ես այդ ներդրումը կանեմ եւ այդ գծերը ես կսպասարկեմ, նշանակում է ուղակի թե անուղակի ձևով կոմունիկացիաների բացման մեջ Ռուսաստանը առանցքային դերակատարություն է ունենալու։ Ես կարծում եմ, ինչքան էլ ինքը փողի պակաս ունենա, այդ գծերից չի հրաժարվելու, որպես ինքն է, ու այնպես չի, որ Փաշինյանը այդ մասին չգիտի, բայց որպեսի ժողովուրդը չըմբոստանա, ասի, այս ձևի է Ռուսաստանին Հայաստանից անում, նոր ֆունկցիաներ է տալի, նոր լիազորություն, թեպետ լիազորությունը հնի մեջ էր կոնցեսիոն պայմանագրի, բայց կոնկրետ ֆունկցիան նոր է, որտեղ այդ գծերը չէր աշխատում։ Իսկ հիմա այդ գծերն ասում է, թող Ռուսաստանը սարքի ու աշխատի։ Դա նշանակում է Ռուսաստանի ներկայացվածությունը մեծացնել։ Ոնց ենք պատկերացնում, Իրանն ասում է, ես դեմ եմ այդ ճանապարհին, իսկ Իրանը եթե դեմ է կատեգորիկ, մինչև վերջերս ասում էր ոչինչ, փարատվեց իմ կասկածները։ Ինչի հիմա ավելի ակտիվ ըմբոստացավ դրա դեմ, որովհետև հասկացավ, որ հիմա Դոնալդ Տրամփն ասում է, պետք է մի հատ է խփենք Իրանին։ Ասում է ոնց, դու իմ թշնամու բերում ես մտցնում, մերոնք ինչ ասեցին։ Ասին դա ընդհանրապես բիզնես պրոյեկտ է, ինչ ՆԱՏՕ, ինչ Ամերիկայի զորք, այդ ինչ եք ասում։ Բա որ ասում եք, ընդհանրապես բիզնես պրոյեկտ է, բա օգոստոսի 8-ից հետո Հայաստանում ծափ ու ծիծաղով
Զուռնադհոլով ասում են վերջապես Ամերիկան մտավ, Ռուսաստանը դուրս ա գալի։ Բա մի հատ չէիք հիշում, բա դուք էդ ինչ էիք ասում։ Ասում են, որ եթե Ամերիկան իրականում մտնի 20 տարուց ավել, ես խոսում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական, տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության մասին, երբ որ Հայաստանում վարչապետը Փաշինյանը չէր, Ամերիկայում էլ Տրամպը չէր։ Ինձ համար դա սկզբունքի հարց է, ոչ թե անձիած կամ կոնկրետ ադմինիստրացիայի հետ։ Բայց եթե Ամերիկան իրականում ներկայացված ելներ Հայաստանում, ինձանից շատ ոգևորված երևի մարդ հազիվ թե գտնվեր Հայաստանում, բայց ասում է Ժողովուրդ ջան, չեք խափում ձեզ։ Մենք Ամերիկայի հետ գործընկեր չենք։ Ու սա է խնդիրը, մենք պետք է հաշվի առնենք ու գնալով պակասելու է Տրամպի լիազորությունները։ Մենք պետք է ամեն ինչ անենք, քանի ինքն է այսօր որոշում կայացնում, հանկարծ խնդիր չունենանք, որովհետև իսկապես խնդրեմ կունենանք, բա ով է մեր անվտանգության երաշխավոր այդ դեպքում ելնելու, բայց նաև պետք է մտածենք, որ մենք ուշացրեցինք այդ հարաբերությունները լավացնելը։ Այո, մենք Իրանին պաշտպանեցինք, Իրանը մեզ դատապարտեց։ Իսլամական համագործակցության կազմակերպության 57 պետությունը, որ Հայաստանին դատապարտում էին, ինչի 300,000 ադրբեջանցի չես վերադարձնում Հայաստան, ինչու 150 միլիարդ դոլար տուգանք չես վճարում Ադրբեջանին որպես օկուպանտ, այդ դրան կողմ է քվեարկել Իրանը։ Իսկ մենք Իրանին հերթական անգամ պաշտպանեցինք եւ հերթական անգամ դատապարտեցինք մյուս կողմին։ Ընդամենը վերջերս ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ, երբ որ մարդու իրավունքների հետ կապված հարցում Կանադան ներկայացնում է առաջարկ, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները կողմ էին դրան, ինչ արեց Հայաստանը դեմ էր Իրանին։ Այն դեպքում, երբ որ կարող էր ձեռնպահ քվեարկել, ես չեմ ասում կողմ լներ, Իրանի հետ խնդիր չստեղծեր, բայց կարող էր ձեռնպահ քվեարկել, կարող էր չներկայանար այդ քվեարկությանը, որևէ բան չէր ելնի, առավել ևս դա ընդունվեց եւ Հայաստանի ձայնը ոչինչ չէր փոխելու, բայց մենք նորից կանգնեցինք Իրանի կողքը, որ հանկարծ չնեղանա, տրիպի հարցում մեզանից չնեղանա, բայց դա չի լինելու այդպես։ Մենք հարցը չենք լուծել, մենք ցանկանում ենք անհամատեղելին համատեղենք Ամերիկայի շահերը, Իրանի շահերը, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Եվրամիության բերել ենք, մտցրել ենք մի հատ Սյունիք։ Մենք ի վիճակի չենք այդ հակասող շահերը տեղավորել այդտեղ։ Այդ դրա համար հիմա Իսրայելը նաև ոնց է Ադրբեջանի հետ լավ հարաբերություն ունի, համարում է Հայաստանը Ադրբեջանի հետ լավ հարաբերություն է ուզում ունենա, իսկ ինչ է խանգարում, որ ինքը այդ process-ի մեջ լինի։ Շատ նորմալ, բայց այնպես չլինի, որ մենք ստացվի այնպես, որ Եվրոպան երես է թեքում Իսրայելից, այն դեպքում, երբ որ Ամերիկա-Իսրայել չի հիմա հարաբերությունը։ Տրամփ Նեթանյահու է, Տրամփ Բիբի, իր սիրած Բիբին է։ Եվ այդ պարագայում իսկապես կարող է խնդիր լինի։ Այսինքն մենք եթե նայենք այսպես պետք է մենք հարաբերությունը բարելավենք, այո պետք է, նաև ուշացած է, պետք է անեինք դա, բայց պետք է նաև նկատի ունենք, որ ինքը մեկուսացման խնդիր ունի, իրան էլ մեկուսացումից դուրս գալու խնդիր կա, այո, ընդ չլինի, որ դա փորձեն մեզ դրա մեջ ներգրավելու հարց դնեն, առավել ևս ուզում ենք իմանանք, իսկ Իսրայելը մեզ անվտանգության երաշխավոր է հանդիսանում Ամերիկայի տեսքով, եթե մենք այդ գծում ելնենք, թե չէ, որովհետև մենք այսօր դեռ Ամերիկայի պատկերացումը մեր տարածաշրջանում դեռ չգիտենք։ Ասում է, որ ներկայացված է, քանի պատերազմ կա, որը Դոնալդ Տրամպը դադարեցրել էր, որ նորից այդ պատերազմները շարունակվում են։ Քանի պատերազմ, Գազայը նորից ինչ է։ Իսրայելը մտել ասում խաղաղություն համաձայնագիրը Տրամպի աջակցությամբ եղավ, բայց ես Գազայից դուրս չեմ գալու, իմ զորքերը չեմ հանելու, մինչև վերջնական բոլորի հարցը չլուծեմ։ Ինչա, Թայլանդի, Կամբոջայի հարցը լուծվեց, որ հարցը լուծվեց։ Դրա համար մենք պետք է շատ զգուշ լինենք եւ այդ բոլոր քայլերը, որոնք որ մեր կողմից արվում է, այդ ակտիվությունը, որը արվում է, որպես կանոն սխալ ուղղությամբ է գնում, որովհետև իրանք ուղղակի հաշվարկ չունեն։ Վաղը մյուս օրը ինչ է ալելու, որովհետև այդ ամեն քաղաքականության մեջ երկարաժամկետ հեռանկարային որևէ հաշվարկ չկա։ Իրավիճակային հարցեր է, որը խորությամբ մենոնք չեն ուսումնա։ Եթե մենոնք խորությամբ պատկերացնեին արտաքին քաղաքականություն, առավոտից երեկո երկրի ներսում կռիվներ չէին սարքի, ինտրիգներ չէին սարքի, ժողովրդին դրանով չէին զբաղացնի, կամ համերգա կամ կոնֆլիկտներ, որպեսզի ժողովուրդը զբաղված լինի դրանով։ Իսկ որևէ երկիր տեսել եք, որ աշխարհի արտաքին քաղաքական հարցերով նրանց պաշտոնական տեսակետը չհնչի։ Տենց երկիր տեսել եք, որը չասի Իրանը սա արեց, Ամերիկան սա արեց, Ֆրանսիան նա արեց։ Մեր երկրից չեմ ասում մենակ Փաշինյանը, որևէ պաշտոնական տեսակետ մեր արտգործ նախարարությունից աշխարհաքաղաքական իրադարձությունների գնահատական դուք երբևիցե լսել եք։ Բացարձակ։
Էպիզոդիկ մի բան կարան մեկնաբանեն ու վերջ։ Բայց ժողովուրդ ումից է իմանալու ինչա կատարվելու։ Նա Իսրայելի թեմայով շատ երկար կարող ենք խոսել, այնքան տարիներ ոչինչ չի արվել, որ կողմից է պետք մոտենալ հարցին, դեռ շատ խոսակցություններ կունենանք։ Նկատել եք, որ Փաշինյանը երբ այցելում է ցանկացած եվրոպական կամ արևմտյան երկիր, պարոն Անտոնյան, ձեր կնքած խոսքը սազանդարները սկսում են անմիջապես Facebook-ներում գրել, որ Եվրոպային մոտեցանք, դարձանք Եվրոպայի մաս եւ այլն, հա։ Ասում եմ, եթե Սերժ Սարգսյանը ժամանակին իմանար, որ այդպես կարելի է, վաղուց արած կլիներ եւ իր արարքով Պուտինը ինֆարկտ էր ստացել, հիմա երևի չկար ու Ուկրաինայի պատերազմը միգուցե չլիներ, հա։ Այսպեսի հումորային հարցով անդրադառնանք նաև սազանդարներին, որովհետև վերջին օրերին ինչ լինում է, արդեն հանդիպումներ են կազմակերպում դեսպանների մեջ, երկրի ղեկավարների մեջ, երևի թե զգացել են ինչ-որ ռեյտինգի խնդիրներ ունեն, սկսել են ինքնագոհությամբ զբաղվել։ Առիթ եղել է, որ ասել են, որ հնարավոր չի լինել միաժամանակ Նիկոլամետ եւ Արևմտամետ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը աթոռամետ է։ Այսինքն, եթե դու պաշտպանում ես Նիկոլ Փաշինյանին, ստիպված է սրնելու, եթե Նիկոլ Փաշինյանը այսօր ասի, որ Հայաստանը պետք է միանա Աֆրիկյան ազգային կոնգրեսին, Նիկոլ Փաշինյանի աջակից սազանդարները պետք է ասեն, տեսա գնաց հասավ Աֆրիկա, որ թափով գնա Բրյուսել։ Նույնիսկ չէին ասում բալանսավորված քաղաքականություն Շանհայով, գնանք Շանհայ, թափով գանք Բրյուսել։ Սա նույնն է, դուք ցույց տվեք Փաշինյանը ուր է գնում, իրան կետկետից ձեզ կտանեն Բրյուսել։ Բացարձակ որևէ խնդրեմ չկա, բայց դրա համար շատ է իրանց համար դժվարություն առաջացնում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես արևմուտք չեմ գնում, իրանք ասում են ժողովուրդ, դե լավ է, էլի։ Նիկոլ Փաշինյանը գնում է արևմուտք։ Ասում ենք դուք ում եք ներկայացնում։ Ասեք, եթե ուրիշ Փաշինյան կա, որը արդեն բռնել է արևմուտքի ճանապարհը, այդ ուրիշ բան։ Մենք իմանանք, եթե դա իր նմանակն է, հասկանանք։ Գիտենք, որ Պուտինի նմանակ կա, բայց որ Նիկոլ Փաշինյանի նմանակ էլ կա, ես չնայած ես այդ առումով էլ ասում եմ, որ մենք ամեն տեսակ վարչապետի նմանակ ունենք, որը խոզախանձում, որը հեծանիվակշում, որը էս անում, որը այն անում, մեզ պետք է վարչապետի նպատակ, որ տեղը տիտիկ անի ու աշխատի։ Այդ մեկը չունենք։ Եթե ինքը ի վիճակի չի անել, գոնե մի հատ նմանակ դնի, մի նորմալ խելքը գլխին մարդ նստի, այն մյուսները գնան ժողովրդի հետ թռվռան, բանանեն, համերգների մասնակցեն, տարբեր տեսակի մրցումների մասնակցեն, գոնե գործանողը գործանի։ Մեր խնդրեմը նա է, այդ գործանողի նմանակը չունենք, այդ է խնդիրը։ Հուսանք նոր տարում կունենանք այդպիսի վարչապետ, երազանքների վարչապետ, հա, ինչպես ասացիք։ Արմեն, Ես ասեմ, գիտես ինչն է ինձ իրանց հետ կապված ես վերջերս նկատել եմ, ուրեմն պարոն Անտոնյանը լավ ասեց, ավելացնելու շատ բան չունեմ, բայց նկատել եմ ես վերջերս իրանց մեջ է բախում սկսվել։ Գիտես ինչն է հետաքրքիր։ Ուրեմն կա սազանդարների երկու տարբերակ, փայլուն բառահորին է իհարկե պարոն Անտոնյանը դղճեց վիճի։ Եթե դրանով այդ բառը օգտագործելու համար բան լիներ, ասա մոնետիզացիա լիներ պարոն Անտոնյանի շատ հարուստ դառնալ, այնքան է օգտագործե։ Եվ ասեց ասեմ, ուրեմն երկու տեսակի, մի տեսակը, որ պետքա աններկբայորեն չի կարելի անգամ մեկ քննադատություն օբյեկտիվ, ինչ ասում է Փաշինյանը ճիշտ է, չի կարելի, այսինքն բացարձակ չէ, աքսիոմատիկ է։ Եվ կա երկրորդ տարբերակ, որոնք փորձում են իրանց դեմքը փրկել, իբր ասում են մենք ընդդիմադիր ենք, չէ, բայց ինչ անում է Փաշինյանը, ճիշտ անում, բայց այստեղ կարելի է սենց անել, բայց էլի ժամանակ է։ Ոչինչ, միանգամից չի լինում ամեն ինչը։ Այդ մի երկու հատ թեթև բայց ասելու համար առաջին կատեգորիան ուղղակի ճանկռում է երկրորդ կատեգորիային, ասում է ոնց կարող ես դու ասել բայց, ոնց կարաս դու քննադատես ընդհանրապես, լրիվ եք արդեն ձեզ կորցրել, ասեց այս տիպիկ, ամետ ում տեղն եք ձեզ դրել բանի, ու ես վերջերս նկատել եմ այդ պրոցեսը, ինձ ուղղակի ուրախացնում է, ասենք այդ battle-ը, այդ բանը, այդ որ իրենք իրանց սկսում են բան անել, այդպես ով է ավելի, ասենք սենց էլի, կարելի է մրցույթ հայտարարել, այդ իհարկե շատ զվարճալի է դիտել դա, էլի, այն որ ու ամենակարևորը, այն որ մի օր արթնանում է այն երկրորդ կատեգորիան ու տեսնում է առաջի կատեգորիան իրանց մասին ինչ որ բան է գրել, սարսափած մտածում ասում ոնց, բայց բայց ախր մենք նույն, ու ասենք շարունակ, ու իրանց պոստերը տենց իրանց կպնոցիները, որ ասենք նայում ես, ուղղակի ասենք, չգիտեմ, անեկդոտա,
Դե կարևորը տարվա վերջին եթերում հիշելու բան ունեցանք։ Շնորհակալություն ասենք ձեզ, ձեր ջանքերի համար, որ մեր եթերի մասնակցում եք, ինչքան էլ զբաղված լինեք, ինչքան էլ ձեր հանգստի հաշվին լինի։ Հուսանք եկող տարվա մեր թեմաները կլինեն ել ավելի լավ, ավելի օպտիմիստական, բայց մենք քննադատում ենք ինչի համար։ Քննադատում ենք մեր հայրենիքի համար անհանգստանալով։ Հուսանք, որ քննադատելու թեմաները ինչ կլինեն, այլ կարող ենք խոսել որևիցե թեման զարգացնելու մասին, էլ ինչ անենք, որ ավելի լավ լինի։ Հույսը, ինչպես ասում են, միշտ մեզ հետ է, պարոն Անտինյան։ Դե շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, այո, հուսանք, որ ես միշտ ասում եմ, որ եթե ամենուր քննադատում ենք, եթե ես լավատես չլինեի, ինչու էի առողջությունը, էներգիա ժամանակը ծախսում ու ելույթ ունենում։ Կգնայի մի գրասենյակում կնստեի, օրվա հացս կվաստակեի, հաստատ իմ էներգիայի տեր մարդը տեղ կունենար գնալու։ Բայց հավատում ենք, որ անում ենք, եւ չենք ուզում, որ մեր փոքրատի հուշերը պետքա անհամեմատ ավելի էներգիայով լեցուն լինեն, որովհետեւ տեսեք ում դեմ ենք պայքարում, ինչպիսի ռեսուրս են օգտագործում մեր դեմ։ Այնպես որ հուսանք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք եւ մեր երկրին ապագայից ոչ միայն երկրին, այլ նաեւ աշխարհին, որովհետեւ մենք նոր աշխարհակարգ ենք ակնկալում, հոմենակ Հայաստանի համար չենք ակնկալում։ Մենք ուկրաինական պատերազմի հանգուցալուծումով նոր աշխարհակարգ ենք ակնկալում, որ ուժի դիրքերից արդարություն վերականգնվի, որը որ մեզ շահերից է բխում իհարկե։ Հենց դա է հարցը, որ մենք այդ համատեքստում ենք նաև տեսնում Հայաստանի տեղը։ Ես էլ եմ շնորհավորում, միանում եմ բոլոր շնորհավորանքներին։ Այո, շատ լավ բան ասացիր, հուսով հաջորդ տարի շատ ավելի շատ դրական անգամ գովելու հնարավորություն կունենանք, որտեղ մեզ համար անունները կարևոր չեն եւ մենք գործերն ենք գնահատում եւ սա ամենակարևորն է։ Եվ մի բան, շատերը մոռանում են, թե ինչու Հայաստանը գլխավոր պատճառը, ինչու Հայաստանը կործանվեց, որովհետեւ բոլորը, պարոն Անտինյանը այն ժամանակ քաղաքականության մեջ էր ավելի լավ կհիշի։ Կարճ ասած բոլորը պետքա մի տեսակետ ասեն, պարտիայի տեսակետը կապ չունի։ Սերժ Սարգսյանն էլ էր կոմունիստ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր կոմունիստ, իրանց տեսակով իրանք կոմունիստ են, Ռոբերտ Քոչարյանն էլ չասեմ, այսինքն ինչ էր նշանակում, եթե պարտիայի գծից շատ շեղվելու իրավունք չունեիր։ Այն մի քանի ձայնեկար, որ հակառակ բան էին ասում, դրանք էական չէին։ Չկար իրական քննադատություն, չկար, այսինքն եթե չկա քննադատություն, այսինքն գլորվում ես դեպի անդունդը, որտեղ չկա բանավեճ, չկա ուրեմն անդիմություն, չկա ասել, որ չես կարող ասել սխալ ես գնում։ Եթե լիներ իրական քննադատություն եւ իրական ուրեմն հասարակություն ստեղծվեր, այսինքն այնպիսի հասարակություն, որի մեջ կար բանավեճ, այսինքն ազատ մամուլ, ազատ խոսք եւ այլն, մենք կարող է ԵԱՏՄ-ում չհայտնվեինք, մենք կարող Արցախը չկորցնեինք, ու այսպես շարունակ, հա, կոռուպցիան բարձրաձայնվեր եւ այսպես շարունակ, այսինքն քննադատությունը կարելի է ասել, դա երկրի ցանկացած երկրի զարգացման հիմքերից մեկն է, որտեղ եթե չկա հակառակ տեսակետը, վերջ, դու գնում ես դեպի, ասենք, մի ուղղությամբ գլորվում ես դեպի անդունդը։ Այ մենք հիմա փորձում ենք դա անել, ապահովել այդ երկրորդ տեսակետը, չգիտեմ, երրորդ տեսակետը, որպեսզի կարողանանք օգնած լինենք մեր երկրին։ Այդքան բան։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, հուսանք, որ հաջորդ տարի մեզ լավ դրական լիցքերով կդիմավորենք եւ կտեսնենք, որ նոր աշխարհակարգ ունենք, իսկ նոր աշխարհակարգը պայմանավորված է առաջին հերթին Ուկրաինայի պատերազմի հաջող հանգուցալուծմամբ, որպեսզի վերականգնվի արդարությունը ուժի դիրքերից։ Մենք դրան ենք սպասում, մենք փոքր պետություն ենք, մեր համար էլ պետքա լինի այդպիսի լուծում։ Այո, շատ ճիշտ նշեց պարոն Անտոնյանը, լավ հիշացրեց, այո, հաղթանակ Ուկրաինային, որի արդյունքում հուսում կհաստատվի խաղաղություն եւ ձեր գլխին եւ Հայաստանի եւ աշխարհի շատ կարեւոր է, որ բոլորս ապրենք խաղաղության մեջ։ Դա ամենաերանելի բանն է խաղաղությունը։ Եվ այո, հույս ունեմ, որ Ուկրաինայի հաղթանակը նաև կբերի հայի ժամանակը, Հայաստանի ժամանակը, ես թվում մեր ժողովուրդը արժանի է իրոք լավ երկիր ունենալու, լավ ղեկավարություն ունենալու եւ ապահով ապրելու։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ շնորհավոր։ Մինչ նոր հանդիպում։